Անդրադառնանք Երևանի տրանսպորտի կոլապսին, մասնավորապես տոմսերի, չվերթների պարագայում։ Կողմ տնենք, թե ինչ գնով են գնվել 700 հատ ավտոբուսները, որոնք այս տարի եւս 120-ով կհամալրվի, մյուս տարի եւս 180-ով, մոտ 1000 հատ ավտոբուս, կողմ տնենք ինչ որ X ֆիրմայից X գնով են գնել, ինչ գնով այդ կողին դնում, ինչ պայմաններով են տոկոսադրույք վերցել այդ ավտոբուսների գներում, այդ ամենում ինչքան են լափել։ Կողմ դնենք այդ տոմսը, որ 100 դրամից դարավ 150 դրամ, դա այն պարագայում, երբ որ ավտոբուսի համար վառելիքը բենզակալոնքի գնից կես գնով են առնում, բայց մարդիկ չեն տեղավորվում։ Տիգրան Ավինյանը հայտարարում է, որ մի ավտոբուսի օրական ծախսը 85,000 դրամ է։ Դա տարեկան կազմում մի ավտոբուսը $180,000։ Մի ավտոբուս ու մեզ ասում են, եղեք, որ 500 դրամ չի դարել մի ուղևորափոխադրումը։ Կողմ դնենք, որ խիա էլեկտրոնային են դարել, որտեղ Տելսելին ու Գրժոյի բանկին 20 դրամով պիտի ամեն տոմսի պարագայում հարստացնեինք։ Կողմ տնենք այդ ամեն լափոցին կրպոցին անդրադառնանք Սուրբ տոմսի սպասարկման ու չվացուցակին։ Որ պիկ ժամերին քաղաքում պրոբկա է, դա խնդրի մի մասն է, փոքր մասն է, բայց ավտոբուսների գծեր կան, որը նորմալ 5-ից 10 րոպե պիտի լինի, կարող սպասես 20 րոպե, կես ժամ, էլ չեմ ասում 40 րոպե, առաջ գծերը լավ էին աշխատում, հետո սկսել են վատ աշխատել, գիծ կա 40 րոպե սպասում ես։ Դա հələ կողմ դնում, դա մի պատվասը, մարդը որ ժամով գործի է, դա արդեն խնդիր է։ Հաջորդ լուրջ խնդիրը, նույնպես եմ ասում, կողմ դնում 150 դրամ պարան, տոմսի սպասարկման, տոմսի պարագան։ Խի պետք է մարդը մի տոմսով կանա մի հոգի երթևեկի։ Այսինքն, եթե մի ամսվա 8000 դրամով տոմսը սառնում, անսահմանափակ երթևեկելով, հետո չես կարող մոտիկի բարեկամի ընկերոջը ընտանիքի անդամին տեղը այս քարտով ստանաս։ Դա ոնց է, ոնց որոշեց այդ դվարնեջկեքը, որ նստած եք որոշում տրանսպորտի սպասարկման որոշում ընդունողները Ալևիշան հետույքին հաճիանալու համար տենց որոշումներ եք ընդունում, այդ որ սախտյանքներ մուտա տրանսպորտի փող չտալով թռել եք, հիմա տրանսպորտի վարչության որոշողներն եք դարել ու արգելում եք մի տոմսով 2 մարդ 3 մարդով այս երթևեկի, որտեղ 8000 դրամ է սարքել մի ամսվա անսահմանափակը ու ասում են, բայց մի օկոպ պիտի օգտվես։ Այսինքն ընտանիքով բարեկամիդ մոտիկով գնալու նորից ստիպված պիտի լինես, տոմս առնես, որ գնաս։ Կամ էլ տաքսիով, բայց սաղս բան կայսերի սուլթանների ժառանգորդներ ենք, տրանսպորտը ձևի համար է, իրենք հա ժողովրդի հետ շփվենք, դրա համար ենք առնչվում։ Հաջորդը խի պետքա 20 րոպե կես ժամ ինտերվալով այս քարտը նստելուց հետո ուրիշ տրանսպորտը կես ժամ 20 րոպե ինտերվալից հետո կարաս երկրորդ անգամ ճտցնես։ Տեղ կա, որ պետքա երկու կանգառ մի կանգառ պես սա կանես, մի 5-10 րոպե է տևում, մյուս քո հիմնական տրանսպորտը նստել է։ Ինչա, մարդու կյանքից 20 րոպե գողանալը, ինչա 150 դրամ կրպես այդ մարդու գրպանից, ջերտիրություն անես, այդ դա է ստացվում։ Եթե որևէ տրանսպորտի վարչության અંદર քաղաքապետարանի ջոջես մեկ ամառը լավ անում, ինքը թափով տղա է, լավ եք անում, թափով տղա եք, գնացեք Բաքվի տրանսպորտը ձեզնով արեք, հայ ընտանիքից հայից մի գողացեք, այդ ժամանակ լավ կանեք, քանի հետ չեք արել, ուրեմն Ալևիշան հետույքի ժոպալեզներն եք, բարիզբուն իմաստով։ Ես չեմ անդրադառնում խիա թանկացել, ինչ գնով եք ավտոբուսների գնել, ինչ վարկային պայմաններում այդ ամենի մեջ ոնց եք լափում, չեմ անդրադառնում խիա մի ավտոբուսի օրական ծախսը 85,000 դրամ, որը տարեկան կազմում $180,000, եւ այդ ավտոբուսը առնվազն 5 տարի, 10 տարի պիտի աշխատի այդ բանը, ինչ եմ անում, զուտ տոմսի պարագայում։ Պիտի մարդը բերսակի համար ճտցնի ու երկրորդ ճտցնելը կես ժամ պիտի սպասի, որտեղ քաղաք տեղ կա 5 րոպե է այդ բերսակի համար տրանսպորտը գնում, պիտի կես ժամ ինչ անի։ Իր կյանքից խեք գողանում կես ժամ։ Խեք գողանում 150 դրամը, խեք գողանում անսահմանափակ անվատակ մարդուց 8800 դրամ կամ 8000 դրամ։ Դա էդի ոնց եղավ, որ տենց եղավ։ Նույնց եմ կրկնում, մարդկա սմենով աշխատում, մի օր գործի է, երկու օր տունն է, 15 օր գործի է, 15 օր տունն է, այսինքն եթե 8000 դրամով քարտ է առնում մարդը, ամսվա կեսն է օգտագործում, որովհետև դա ավելի նախ կեսը առնվազն գծվում է, որովհետև դա շաբաթվա համար սարքել են 5000 դրամ, մի շաբաթվա տոմսը, իսկ մի ամսվան 8000 դրամ, այսինքն կամ 20000 պիտի գծվես կամ 8000 դրամ։ Ինչա մարդը սմենով է աշխատում։ Անհարմարություն է մոտիկով ընտանիքով ընկերոջ հետ գնալուց ամեն մեկի տոմ համար տոմս առնել, անհարմարություն է քաղաքից շրջանից Երևան եկածների համար, դա զուտ այս տոմսային համակարգն եմ ասում, կանխիկ վերացրիք,
Մարդը ռայոնից եկել է, շրջանից եկել է, երկու տեղով իր գործերով գալիս է, ու մյուս անգամ եւի մի ամիս հետո է գալու կամ մի շաբաթ հետո է գալի խիա, պարտադրված 500 դրամի տոմս առնում եւ գումարած պարտադրված պիտի ինգնից տեղ այնտեղ տենա տելսելի ապարատ որտեղ կա, որ լիցքավորի ամեն մեկը ինտերնետային հեռախոսին ինտերնետ կպաշտի, ամեն մեկը էլեկտրոնային կաշիլոկ չունի ու դա իմ ընտրությունն է, կուզեմ կանխիկով առևտուր կանեմ, կուզեմ էլեկտրոնային, ես չեմ անդառնում, որ ամեն այս էլեկտրոնային սարքերը պարագայում 20 դրամ, 20 դրամ, այդ տելսելին ու գրծովի բանկին ենք հարստացնում ամեն ճտասնելով էլեկտրոնային քարտի վճարումի տարբերակում, ինչ իրավունքով, որ պարագան նայում ես, ոտից գլուխ, քրեական գործերա, ոտից գլուխ Հայաստանը կերեկելու ու ուղղակի մատերիալ պահելու ռուս ցարերի ու Թիֆլիսի գուբերնատորների հայեցակարգը, որը երիտուրքերը հետ են վերցել 1860-ական թվականից հուսեց ծրագիրն է իրականացել հայ լավոր չպիտի տենա, հայ ուղղակի կերեկման մատերիալը սա հայերին պիտի վերացնեն, մի հայտ թողեն, հենց Թիֆլիսի թանգարան, դա ռուս գուբերնատորի, ռուս ցարի հրահանգով, ռուս գուբերնատոր Գեորգի Գալիցինի քաղաքականությունն է, հենց որ պիտի պայքարենք մեր իրավունքների համար։